Սամեբայի մայր տաճարում անընդհատ կատարվում են եկեղեցական երգեցողություն եւ հոգեհանգստի արարողություններ։ Տաճար են այցելում տարբեր հոգեվորականներ հոգեհանգիստն անցկացնելու համար։ Սիոնի տաճարում պատրիարքի տեղափոխելուց եւ հուղարկավորությունից առաջ Սամեբայի մայր տաճարում կկատարվի հատուկ պատարագ եւ այնտեղ կկատարվի կարգը։ Կիրակի սպասվում են պատվիրակություններ տարբեր երկրներից։ Արդեն հաստատվել է, որ Սքո արարողությանը կմասնակցի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, ով երեկ տարածել է ցավակցական նամակ։ Կոստանդնուպոլսի arczepiskopos-ը նորին սրբության եւ երանության համար կկարդա հանգուցյալին ծառայության աղոթքը։ Երուսաղեմի պատրիարքի ցավակցական նամակից հայտնի է դարձել, որ Վրաստան կժամանի Անդրիանուպոլսի arczepiskopos Գերագույն սրբազան մետրոպոլիտ Նեկտարիոսը։ Սիոնի պատրիարքական տաճարում, որտեղ սինոդի որոշմամբ պետք է հուղարկավորվի պատրիարքը, հուղարկավորման վայրի նախապատրաստական աշխատանքները տեսնելու համար գտնվում էին Վրաստանի ուղղափառ եկեղեցու եւ կառավարության համատեղ հանձնաժողովի անդամները, պատրիարքական գահի տեղապահը, Սենակի եւ Չխորոծկուի մետրոպոլիտ Շիոն, Սուրբ Սինոդի անդամները, Վրաստանի վարչապետը, կառավարության ներկայացուցիչները եւ հանձնաժողովի այլ անդամներ։ Իլիա II մահվան կապակցությամբ ցավակցական նամակ է հրապարակում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք սգում ենք նորին սրբություն համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II մահը եւ անկեղծ ցավակցություն ենք հայտնում վրաց ժողովրդին, ինչպես նաեւ Վրաստանի ուղղափառ եկեղեցու ծխականներին։ Նրա հոգեվոր առաջնորդությունն ու անջնջելի ժառանգությունը կհիշվեն ապագա սերունդների կողմից, թող հանգչի խաղաղությամբ, ասվում է հայտարարության մեջ։ Գիշերը երրորդության մայր տաճարում գտնվում էին իշխանության ներկայացուցիչները։ Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար գնացել էին խորհրդարանի նախագահը, ներքին գործերի նախարարը, մշակույթի նախարարը։ Քաղաքացիական հոգեհանգստին մասնակցել են նաև քաղաքային խորհրդի անդամները։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հիշատակը հարգելու համար Թբիլիսիում պետական հաստատությունների շենքերին տեղադրվել են Իլիա II պաստառները։ Իսկ ամբողջ երկրի մասշտաբով վարչական շենքերի վրա պետական դրոշները իջեցված են։ Հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 22-ին Սիոնի տաճարում, որտեղ Իլիա II-ին կտեղափոխեն Սամեբայի մայր տաճարից։ Կլինիկայում վախճանից հետո նրան սկզբում տեղափոխել են պատրիարքարան, ապա Սամեբայի տաճար, որտեղ այդ ժամանակից ի վեր անընդմեջ անցկացվում է քաղաքացիական հոգեհանգիստ։ Իլիա II-ին հարգանքի տուրք մատուցելու համար Սամեգրելով Վերին Սվանեթի տարածաշրջանի բոլոր համայնքներից դեպի Թբիլիսի տրանսպորտը կգործի անվճար։ Տրանսպորտի ժամանակացույցի եւ երթուղիների մասին տեղեկությունը հրապարակված է համայնքների պաշտոնական էջերում։ Լրացուցիչ չվերթներ Զուգդիդիից եւ Փոթիից նշանակել է նաեւ Վրաստանի երկաթուղին։